արկալույս չի արվել դիմենք իրենց հոգևոր անուններով եւ հոգևոր կոչումներով։ Եթե նայած մեկի ժամանակ հայտարարեց, ասում է հոկտեմբերի 27-ի արյունը չի ներում մեզ, 99 թվականին ընտրությունները կեղծվեցին, բանի վեհապար հայրապետի եւ այլն։ Եթե չեմ սխալվում, դուք այդ ժամանակ պատվիրակների մեջ եք, չէ՞, աշխարհիկ պատվիրակների մեջ։ Ես երկու անգամ պատվիրակ եմ եղել։ Մի քիչ կպատմեք, ինչ էր կատարվում։ Հա, դա շատ հետաքրքիր բան է։ Նարեկ ջան, հետաքրքիր բան է։ Եվ այստեղ է որ վեհապարի այդ ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր ազգային ժողովի պատգամավոր էիք այդ ժամանակ։ Այո։ Եվ ասեմ որ դեր ասված վեհապար դեր։ Ինչևէ ես պատվիրակ էի։ Առաջի փուլը անցավ Քվերգության։ Մնացին երկու կարեկինները։ Գարեգին Սրբազանը եւ Գարեգին առաջին կաթողիկոսը։ Սա 95 թվի մասին է խոսում։ Այո։ 95 թվի մասին եմ խոսում։ Ընդ որում իրենց թվերը շատ քիչ էին տարբերվում։ Տարբերությունը շատ քիչ էր եւ հայտնի չէր, եթե քվեարկվեին ով կանցներ։ Բոլորովին հայտնի չէր։ Շատ հավանական է, որ Գարեգին Սրբազանը անցներ։ Որ այդ ժամանակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն էր, այո։ Հա, ես իդեպ ասեմ երկու դեպքում էլ իրեն եմ ձայն տվել Գարեգին երկրորդին, Գարեգին երկրորդին, այո։ Հա, մայրիկս իրեն շատ սիրում էր, մայրս արիտ ծանոթ էր, ճանաչում էր ինքը մայրիկիս եւ մայրիկիս ինչ որ է հիշադակի մայրս որ գնացես աշխարից հեռագիր էր ուղարկել եւ վեհապարի հեռագիրը քանդակված է մայրիկի շիրմաքարի վրա։ Հեռագիրը ինչ էր ուղարկել, հայրիկիս էր ուղարկել, այո, եւ ճիշտ էր արել, որտեղ լարված վիճակ է, մնացել են երկուսը։ Հա։ Գիտես, բանի եկեղեցու դուրը գողբում են ներսից, ոչ ներս, այո։ Հայտարարվեց բարող կամ մարդը, որ երկրորդ փուլ ենք ասնում, մնացել են երկու կարեկինները, Գարեգին կաթողիկոսը, Մեծիտան Սրբազանը, այո, Մեծիտան Գարեգին կաթողիկոսը եւ Արարատյան հայրապետական թեմի վերջը առաջնորդ Գարեգին Սրբազանը։ Հանկարծ տեղից վեր է գնում Գարեգին Սրբազանը, մոտենում է վեհապար հայրապետին, վերցնում է խոսափողը, վարող տեղից, մոտենում է Գարեգին առաջին կաթողիկոսին, ասում է վեհապար տեր, ես օձյալ կաթողիկոսի հետ չեմ քվեարկվի։ Թույլ տվեք համբուրել ձեր աչքը, շնորհավորում եմ։ Հիմա որ խոսեմ լաց կլինեմ։ Աչքերը լսվեցին լիքը մարդկանց։ Հիմա ես էլ ուզվեցի, հա։ Հա, իսկապես։ Այդպիսի ասպետական քայլ, այդպիսի մեծահոգի քայլ, ես չգիտեմ մեր պատմության ընթացքում կաթողիկոսական ընդդիմությունների շրջանում եղել այդպիսի դեպք թե չի եղել, չգիտեմ։ Բայց այնինչ որ ես եմ տեսել եմ իմ աչքով, ներկա եմ եղել։ Եվ համբուրեց վեհապար հայրապետի ձեռքը ու շնորհավորեց։ Եկեղեցում չեն զափարում, գիտես։ Այո։ Բայց բանը այնպիսի ազդեցություն թողեց, որ զափարեցին ու մարդիկ արտասուքներ խոսում են, այդպիսի տարօրինակ հզոր միասնություն ստեղծվեց, հզոր միասնություն, վեհապար հայրապետի քայլը եւ ասպետական էր, եւ խորապես քրիստոնյակ, քրիստոսազգաց քայլ էր, հա։ Եվ հիմա կանգնել ու վեհապար հայրապետին նշավակել, անվանարկել, թե վեհապար հայրապետը երեխա ունի։ Ես հոգուս մեղք չեմ կարող անեմ, եթե ունի լավ է, ինքը երեխա չի սպանել, երեխա է աշխարհ բերել։ Եթե ունի հրաշալի է,
Որ կաթողիկոսը չէ, Հռոմի պապերը բոլորը ունեին երեխաներ, հիմա էլ ունեն։ Ինչ է պատահել վերջին հաշվով, ենթադրենք, բայց եթե դա այդպես է, դա եկեղեցու ներքին խնդիրն է։ Մենք ինչ գործ ունենք աշխարհականներս կնանք խառնվենք։ Դա եկեղեցու ներքին խնդիրն է։ Որ ոչ միայն խառնվել, այլև այդ խառնվելը մի քիչ բան մեղմ բառ է, պարոն Տեր-Գուլանյան, բղծությամբ խառնվել, հայոյանքով խառնվել։ Հայոյանքով, այո, հայոյանքով խառնվել, բղծությամբ խառնվել, լիքը բառեր կան, էլի, որ չեմ ուզում այդ կեղտոտ բառերն օգտագործեմ հիմա հաղորդումդ փչացնենք, էլի, գարիքը չկան, Արեգ ջան։ Հա, լիքը բառեր կան, հա։ Ոնց կարելի է վեհապարին այդ օրինակ ձևով փորձել վիրավորել։